Ցանկացած հիվանդության ախտորոշումը կամ ախտորոշման անվանումը կարող է շեղել և բժիշկներին բուժման մեթոդը ընտրելու հարցում և պացիենտներին։ Եվ շատ դեպքերում ախտորոշումը, անվանումը ախտորոշման հենց տրտում է սխալ բուժումների զուտ այն պատճառով, որ հիմնվում են այդ տերմինների վրա, ախտորոշման անվանումների վրա, և այդ դեպքերում արդեն ստանդարտ գոյություն ունեն մեթոդոլոգիաներ, որոնք հիմնված են, այսինքն մեթոդոլոգիան հիմնվում է ախտորոշման անվանման վրա, իսկ պացիենտն և բուժող բժիշկն հիմնվում է շատ դեպքերում այդ մեթոդոլոգիաների վրա։ Եվ որից հետևանքները ծառը պտուղներն են առաջանում, այսինքն սխալ բուժումներով առաջացնում են նոր խնդիրներ կամ ծանր հետևանքներ հետագա կյանքում և շատերի մոտ նույնիսկ կյանքի տևողությունն է կրճատվում առանց հասկանալու, նրանք առանց գիտակցելու, որ չեն գիտակցում, որ կյանքի տևողությունը կրճատվել է իրենց սխալ բուժումների պատճառով։ Ուրեմն օրինակ վերցնենք ամենապարզ հիպերտոնիկ հիվանդությունը։ Հիպերտոնիան խրոնիկ կամ եթե հիմնվում են հիպերտոնիա բառի վրա, ապա պրեպարատները ինքնաբերաբար նշանակում են սիմպտոմատիկ ախտային շրջանշող պրեպարատներ, որոնք արհեստական ձևով իջեցնում են ճնշումը, առաջացնելով հիվանդություն սիրտանոթային համակարգում, երիկամներում, լյարդում և որոշ դեպքերում թոքերում։ Եվ եթե շատ են այդ պրեպարատները խմում, ապա կարող է առաջանալ նաև ծանր հետևանքներ, ընդհանուր կարող է հասցնել իշեմիայի, այսինքն թթվասնային քաղցի կենտրոնական նյարդային համակարգում և վարդ ուրիշ հիվանդություններ, մինչև ինսուլտի կարող է հասցնել դա։ Նույնը վերաբերում է գաստրիտի ժամանակ, երբ որ կա գաստրիտ, այնպիսի թունավոր պրեպարատներ կարող են նշանակել, դեպքեր են եղել, երբ որ այդ պրեպարատներից հետո, այսինքն այրոցը կամ ցավը ճնշելու համար այնպիսի պրեպարատներ են նշանակել, որոնք նվազեցնում են կալցիումի յուրացումը օրգանիզմում և հետո առաջանում է խրոնիկ թուլություն, մկանների քայքայում, սպազմ և կենտրոնական նյարդային համակարգի ոչնչացում, որովհետև կալցիումի յուրացումը եթե անկավ կենտրոնական համակարգը, նյարդային համակարգը քայքայվում է։ Հիմա, բայց բուժողը և պացիենտը հիմնվում են այդ անվանման վրա։ Այնինչ, հիվանդությունը անվանումներով ախտորոշման կարող է նույնը լինել, բայց ամեն մեկի մոտ իր հիվանդությունը լինի։ Մեծ մասամբ կարող են ախտորոշումը, օրինակ հիպերտոնիան նույնը լինի, բայց պատճառները տարբեր։ Ամեն պացիենտի մոտ իր հիվանդությունը դրսևորվում է յուրահատուկ, իրեն նման կամ իրեն համարժեք կամ իր ձևով, այսինքն պացիենտի ձևով է արտահայտվում։ Օրինակ պացիենտի մեկի մոտ կարող է խրոնիկ հիպերտոնիան առաջանալ սիրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում, մեկի մոտ կարող է առաջանալ լյարդի հիվանդությունների դեպքում, մեկի մոտ երիկամների, մյուսի մոտ հոգերի։ Նույնը երիկամների պատճառով, բայց երիկամների մի պացիենտի մոտ երիկամները բորբոքում, մի պացիենտի մոտ երիկամների թերֆունկցիա, մի պացիենտի մոտ երիկամների նորագոյացություն, նույնիսկ այդ ենթապատճառները ունեն իրենց ենթապարմատները կամ ենթապատճառները։ Այսինքն հիվանդությունը բուժող բժիշկը կամ պացիենտը չպետք է միայն հիմնվի ախտորոշմանը որպես, որ դրանով չպետք է ընտրի մեթոդոլոգիան, այլ պետք է մեթոդոլոգիան ընտրի անհատապես, այսինքն հիվանդությունը պացիենտի ճանաչելով, տեսնելով, միայն դրանից հետո նոր կարող է ճիշտ բուժում նշանակել բժիշկը։ Եվ նաև սկսում են, երբ որ տերմինների վրա են խորանում, նաև կան այդպիսի պացիենտներ, որոնք շատ են կարդում գենետիկական ինչ-որ կոդեր
իրենց հիվանդությունն է, որտեղ այս գենը չկա, այն գենը ինչ-որ որոշակի անձներ են տալիս, ընդեղ տոկոսային ենթադրություն կա, որ այդ գենը չկա, այն գենը և դե ինչը որ բուժող բժիշկը չի կարող բուժել, վերագրում է կամ գենի վրա, կամ ժառանգության վրա, չնայած, որ ժառանգական հիվանդությունները այսօր շատ են, բայց հոմեոպաթիկ մեթոդը հենց դրանց հետ է աշխատում։ Եվ բուժող բժիշկին չպետք է դա խանգարի, այսինքն ժառանգական հիվանդություններ, թե սուր հիվանդություն կամ ձեռքբերովի հիվանդություն։ Այսինքն այստեղ պատճառը գտնելու մեջ է խնդիրը և հիվանդության պատկերը ճանաչելը։ Ամեն պացիենտը ունի իր հիվանդության պատկերը, չկա երկու միանման, այսինքն մոտ կարող են հիվանդությունները մոտ լինել, բայց միանման բռիվ, երբ որ միանման լինի երկու հիվանդություն, ինչպես որ միանման երկու անձնավորություն չկան, այդպես էլ միանման երկու հիվանդություն, այսինքն կարող է 95% ախտանիշներ լինեն, օրինակ պանդեմիաների ժամանակ, բայց ամեն մեկի մոտ յուրահատուկ այդ պացիենտին համարժեք ձևով է արտահայտվում։ Եվ այդպես էլ նաև մնացած խնդիրները։ Նույն պանդեմիաների ժամանակ բուժումները կարող են պրեպարատները համընդհանուր միջին ասված ձևով նույնը լինել, բայց բուժող բժիշկը անհատապես պետք է հնարավորություն ունենա փոխի, այսինքն պրեպարատները ըստ պացիենտի ախտանիշների և ըստ պացիենտի թույլ ու ուժեղ տեղերի, օրինակ նույն կավիդը ինքը աշխատում է թույլ օրգաններում, այսինքն չկա այնպիսի պրեպարատ, որը հենց կավիդի դեմ է։ Չի կարող այդպես, նույն վիրուսային ինֆեկցիաների դեմ չկա այդպիսի պրեպարատ, որը այդ տվյալ վիրուսի դեմ է, որովհետև մենք գիտենք, որ վիրուսին միայն օրգանիզմը կարող է դուրս անել։ Դրանից է, որ ընտանիքներ կան, որ իբուպրոֆեն, հակավիրուսային ուրիշ իբուպրոֆենը, հակաբորբոքիչներ իբր ճակերտների մեջ, որովհետև իբուպրոֆենը ընդհանրապես իմունային պատասխան է անջատում, բորբոքումը չի անջատում, այսինքն ինֆեկցիան սկսում է ակտիվ շրջակայել օրգանիզմում, որ օրգանիզմում պտտվում է։ Ուղղակի իմունային պատասխանն է անջատում իբուպրոֆենը։ Նույն ձևի պարացետամոլը ուղղակի իմունային պատասխանն է անջատում լյարդի կողմից։ Այսինքն լյարդը որպեսզի որոշակի բալանսը չփոխի օրգանիզմը եւ իմունային պատասխան չլինի։ Դա բուժում չէ, դա զենքը վերցնում են օրգանիզմը այլևս իմունային պատասխան չի պատասխան չունի եւ այսինքն ցավազրկողը խմեք, դուք առողջ եք, գնացեք դուք։ Թե վաղը այդ ինչ հետևանք կլինի, ոչ մեկին ընդհանուր հաշվով չի հետաքրքրում։ Նույնը վերաբերվում է այսինքն մեթոդոլոգիաներին։ Կավիդը կարա ամեն մեկի մոտ մի ձևով աշխատի։ Մեկինը թույլ տեղի երիկամներն է, այնտեղ վիրուսը սկսի բազմանալ, մեկի մոտ կոկորտային խնդիրներ ունի, այնտեղ քիթ կոկորտ եւ այդպես շարունակ, մեկի մոտ թոքերն է թույլ, այնտեղ ապրի վիրուսը։ Եվ այստեղ բուժող բժիշկը պիտի ոչ թե հիմնվի միայն ախտորոշման վրա, այլ ուսումնասիրի տվյալ պացիենտի հիվանդությունը ճանաչի, որ հասկանա, թե ինչ ձևով օգնի։ Կարող են տաքության դեմ կամ մրսակցության որոշակի նույն հոմեոպաթիկ պրեպարատներ կան, որոնք հենց մրսակցության դեմ են, բայց մեկի մոտ մրսակցությունը տալիս է գլխին, մեկի մոտ տալիս է երիկամներին, մեկի մոտ միզապարկին եւ այդպես շարունակ, այսինքն եւ դրանից կախված պրեպարատները փոխվում։ Այսինքն այստեղ պետք է չտարվել տերմիններով շատ, նույնը կա երիկամի, հիմա նոր տերմիններ են հնարում, այդ տերմինները բոլորը չեմ ասի, երիկամի հիվանդությունից կարող է ձախոսի վերևի ջիլը բռնվի ու ցավա։ Նոր տերմին, քանի որ չեն հասկանում, որ ավելի ճիշտ չեն ուզում հասկանան, որ երիկամը պետք է բուժեն, գնում է տրավմատոլոգի մոտ, տրավմատոլոգը կամ վիրաբույժը տեսնում է, որ այդ ջիլը ու հիմա որոշակի կոնսիլիում են անում, հավաքվում են, որոշում են մի անուն հնարեն եւ այդտենց անուններ կա հիմա շատ անհեթեթ, որ այսինչ ջլի, այսինչ հատվածը եթե բորբոքված է, ուրեմն այսինչ անվանումը բերեք դնենք, հետո կոնսիլիումը որոշում են, ասում են ես ենթադրում եմ, որ այս պրեպարատը եթե սրսկենք,
Սա պետք է օգնի, հետո եթե 6-ից 4-ը կողմ են, 2-ը չէ, 4-ը անցնում է եւ թղթի վրա մեթոդոլոգիայով գրվում է, որ այս պրեպարատը պետք է սրսկել այսինչ անվան հիվանդության դեպքում։ Վերջ։ Եվ այդ խեղճ պացիենտին եւ ուսն է շարքից դուրս գալիս, ցավը ճնշում են եւ երիկամը ավելի հիվանդանում։ Եվ հետո ինսուլտից մահանում է կամ երիկամի անբավարարությունից է մահանում, կամ այդ խնդիրը կարող է տալ դիմային արտերիան այդ կողմից կարող է լավ չաշխատել, թթվածնային քաղց ստանալ օրգանիզմը, գիրանա չկարողանա եւ հակառակը, չափից ավելի հարի։ Եվ այդպես շարունակ, վերջում էլ տեսնում եմ, որ մեծ կիստա կա երիկամ կամ ապշային հանգույցը մեծացած, քարացած կողքը, ասում են այդ որտեղից եղավ։ Այդ սխալ բուժումներից է շատերի մոտ։ Եվ խորանալով ու կան պացիենտներ, որոնք նույնպես իրենց այդպեսով հակարդ են գցում, որ կարդում են շատ եւ տերմինոլոգիաների վրա են խորանում, հետո էս ինչ գենետիկական, չգիտեմ ինչ, ու իրենք արդեն հասնում են խճճվում են այնքան, որ իրենք էլ իրենց բուժումների մեջ այնքան սխալ եւ բժիշկներ են դիմում եւ մեթոդների, որ ամբողջ օրգանիզմը շարքից դուրս են հանում։ Եվ այդպիսի պացիենտներին գրեթե անհնար է լինում օգնել։ Սա այս ինֆորմացիան թույլ կտա եւ պացիենտներին եւ բժիշկներին, որպեսզի ոչ միայն ախտորոշման վրա ուշադրություն դարձնեն, այլ նաեւ այդ ախտորոշման պատճառների եւ պացիենտի առանձնահատկության եւ հիվանդությունների վրա նույնպես։ Առողջ եղեք։